Ինչու է Նիկոլն օգտագործում հայհոյանքներ։ Թույլ տվեք շատ պարզ բացատրել։ Նիկոլը տարիներ շարունակ վիրավորել է մարդկանց, նվաստացել, սպառնացել ու ճնշել։ Այդ տականքներին Պարկեցնել ասֆալտներին։ այդ շնաբարոտ դուրսպրծուկների վնգստոսն եք լսելու։ Մշտապես բռնության կոչեր արել ու տարածել ատելության խոսք։ Քաղաքացու վրեժի ժամանակը։ Ես այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրենք էլ վերաբերվում է։ Իրանց հետ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների դեսգուշացնում։ Նա նաև քաջալերել է իր աջակիցներին անել նույնը։ Երբ մարդիկ էյֆորիայից դուրս են եկել, հասկացել են նրա իրական նենգ բնույթն ու հրաժարվում են մասնակից դառնալ նրա պառակտման ու ատելության խոսքի այս հաղթարշավին, երբ դիմացի ճամբարներից էլ են սկսել պատասխանել նույն ոճով, նա թիրախավորված է զգում ու սկսում է սրտաճմլիկ տեքստեր կարդալ այն մասին, որ ինքը իր ընտանիքը եւ աջակիցները թիրախավորված են։ Իսկ հետո բացահայտվում է ողջ կրկեսի իրական մոտիվը, այն մոտիվը, որ մի քանի տարի առաջ կրկին փորձեց ու չկարողացավ քրեականացնել վիրավորանքները։ Դեռ 3 տարի առաջ մեր բոլորիս ճնշումների ներքո նա հետ կանգնեց այդ օրենքից։ Իսկ վիրավորանքը քրեականացնելու իմաստը շատ պարզ է։ Նա ազատորեն կվիրավորի ում ցանկանա, իսկ պատասխանողները կդատվեն։ Հետագայում անգամ սովորական քննադատության մեջ կգտնեն վիրավորանք, կփակեն անհամաձայնների բերանները։ Այն, ինչ անում է Նիկոլը, այս սրտաճմլիկ զոհի կերպարը, կոչվում է կեղծավորություն ու գազլայթինգ, իսկ այն, ինչ նրա մտքին է, ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ։ Այս ծանր իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը շուտափույթ, կոմպետենտ ու գիտակից հակաէլիտայի ձևավորումն է, որն էլ իր հերթին ամեն կերպ դուրս կբերի հայոց պետականությունը այս աղետալի իրավիճակից։